Բարև ձեզ մեր սիրելի YouTube-յան հետևորդներ, այսօր անջատեք խոսափողը պոդքասթի մեր հերթական թողարկումն է և երևի թե մեր այսօրվա թողարկումը սկսենք ՀՀԿ համագումարով և նախագահի հայտարարություններով։ ՀՀԿ համագումարը տեղի ունեցավ մոտ արդեն 10 օր առաջ, երևի թե ես ու Նանեն որպես պատվիրակներ ելույթ ունեցանք ՀՀԿ համագումարին։ Շատ շնորհակալ ենք ձեր լայքերի, կոմենտների, արձագանքների համար, ինչպես նաև վատ քննադատության։ Կարևոր էր ֆիքսել իմ կարծիքով համագումարից տենց մի քանի կոնկրետ կետ նշեմ, այս պահին։ Նախագահի հայտարարություններից կոնկրետ այն մեկը, որ մենք ինչքան էլ որ չենք մասնակցում ընտրություններին, մենք պատրաստ ենք, կուսակցությունը պատրաստ է, ինչպես առաջ այդպես էլ հիմա, աջակցություն ցույց տալ բոլոր ընդդիմադիր ուժերին, ում օրակարգի առաջին հարցը հենց Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկելն է։ Թե ինչքանով է սա ընդդիմության մնացած հատվածը ընկալել, ինչքանով չէ, ինձ թվում է առաջիկայում արդեն պարզ կլինի։ Չնայած վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները ներընդդիմադիր շրջանակներում այդքան էլ ցույց չի տալիս, որ ընդդիմադիր բոլոր շրջանակները հասկացել են նախագահի խոսքերը եւ այդ գզվռտոցը ներընդդիմադիր շարունակվում է։ Համագումարի ընթացքում Հանրապետական կուսակցությունը հենց նախագահի շուրթերով եւս մեկ անգամ վերահաստատեց այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի ձգտում պաշտոնի, չի ձգտում մանդատների, այլ ձգտում է կայուն զարգացած Հայաստան ունենալուն և խուսափում է քաղաքական դաշտում պառակտումները էլ ավելի մեծացնելուց և կոնսոլիդացման փորձ է անում Հանրապետականը և նախագահն հայտարարեց, որ մոտակա ժամանակահատվածում արդեն Հանրապետականը կպայքարի փողոցային ձևաչափով, որպեսզի մեր համաքաղաքացիները գնան ընտրության և կատարեն իրենց ընտրությունը հանուն մեր վաղվա հայրենիքի։ Իսկ հիմա բոլորի համար գաղտնիք չի, որ Հանրապետականը անցողիկ շեմը հաղթահարելու էր, որովհետև ունի իր ընտրազանգվածը, որ ինչ էլ լինի ընտրելու են իրան Հանրապետականը։ Սենց ասեմ, եթե ոչ մեկ էլ չընտրեր Հանրապետականը իր անդամներով, եթե ընտրեր Հանրապետական կուսակցությանը, արդեն մենք կանցնենք։ Ամեն դեպքում մանդատների խնդիր չէինք ունենա, մենք կլինեինք խորհրդարանում, բայց պետք է ֆիքսել, որ մեր նպատակը խորհրդարանում ինչ որ չափով մանդատներ ունենալը չի։ Կարող է որոշ ուժերի համար դա գերնպատակ է, բայց Հանրապետական կուսակցության համար դա երբեք նպատակ չի եղել եւ չի։ Այո։ Այս մասով կարծում եմ այսքանը, բայց ինչ վերաբերվում է փողոցային պայքարին, Հանրապետականը միշտ եղել է փողոցային պայքարի առաջնագծում, մենք երբեք չենք դադարել պայքարել, փողոցային պայքար շարունակել։ Մենք պայքարել ենք այն ժամանակ, երբ որ չունեինք մանդատ։ Մենք պայքարել ենք 2018 թվականի արդեն վերջից, երբ պարզ էր թե իշխանությունները դեպի ուր են ձգտում, ուր են գնում։ Այն ժամանակ, երբ որ փողոցում ոչ մեկ չկար, ու թվում է թե մենակ այնպես կողքերտ նայում էր հանրապետականներն էին։ Այն ժամանակ, երբ որ ընդդիմադիր քաղաքական հայտնի ուժերից մեկի ներկայացուցիչը դատվում էր, հենց Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն էին գնում իր դատին, քանի որ ինքը այդ ժամանակ չուներ այլ աջակցողներ։ Հանրապետականը շարունակում է աջակցել բոլոր ընդդիմադիր քաղաքական ոչ կեղծ իրական ընդդիմադիր քաղաքական ուժերին, ովքեր ինչ որ պահի կզգան մեր օգնության կարիք, օրինակ հիմա շատ հաճախ մենք լինում ենք դատարաններում, աջակցում ենք քաղբանտարկյալներին, որոնց թիվը օրորի ավելանում է, աջակցում ենք բոլոր այն մարդկանց, այն քաղաքացիներին, այն քաղաքական գործիչներին, այն քաղաքական խմբերին, կուսակցություններին, որոնք ունեն մեկ խնդիր՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկելը։ Ու դա եւս մեկ անգամ էլ ապացուցվեց այն հանգամանքով, որ համագումարից հետո հիշում ես նախագահային հարց տվեցին, հաշվի առնելով որոշակի տարաձայնությունները երկրորդ եւ երրորդ նախագահի աջակիցների միջեւ, նախագահն ասաց, որ ինքը ոչ մի խնդիր չի տեսնում, որ Քոչարյանը անցնի, ինքը կողմ է, որ մարդիկ գնան եւ քվեարկեն երկրորդ նախագահին։ Դե երբեք ինձ թվում է, որ կոնֆլիկտի սկիզբը չի դրել նախագահը կամ մեր կուսակցությունը կամ մեր կուսակցական անդամները։ Եթե եղել է որոշակի կոնֆլիկտ, եղել է հրահրվող կոնֆլիկտ։ Կոնֆլիկտը եղել ուղղված դեպի մեզ, ոչ թե մենք ենք սկսել կոնֆլիկտը, ու ցանկացած կոնֆլիկտի մենք, ասենց ասած, միանգամից չենք արձագանքել, երբ որ որոշակի անընդհատ կրկնվող երևույթներ են եղել, արդեն տարբեր մակարդակներով անադարձ կատարվել է մեր կուսակցության անունից։ Խոսելով ճնշումներից, արի հիշենք 2 օր առաջ տեղի ունեցող իրադարձությունները, բերման ենթարկեցին Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին։
ով մանկահասակ երեխայի մայր էր, ում մի քանի ժամ պայեցին փակի տակ։ Եվ տարածքային ստորաբաժանումներից մեկի անդամ էր ղեկավարը։ Այսօր էլ վերման ենթարկեցին մի քանի կին քաղաքական գործչի, ովքեր ընդգրկված են ուժեղ Հայաստան կուսակցության կարծես ընտրական ցուցակում գալիք ընտրություններին։ Ու սա իմ կարծիքով Նիկոլի վախերի հերթական դրսևորումն է, ինչը մեզ օրինակ Նիկոլի վախերը ցույց տվեց նաև այն բանավեճը հմեկի եթերում հայտնի տեղի ունեցած ֆիքսենք, որ երեխայի 40 օրեկանը նոր էր լրացել։ 7 օր էր լրացել էր։ Այո։ Եվ երեխան 24 ժամյա ռեժիմով պետքա լիներ մոր կողքին, մոր խնամքի ներքո։ Եվ երեխան սոված էր մնացել, քանի որ որոշ մարդիկ վախենում են դիմադիր ուժերից։ Նորմալ է Նիկոլն պարագայում, որովհետև, չգիտեմ, իրանց համար Գոհարը եւ մնացած այլ պայքարող մարդիկ շատ մեծ ուժ են ներկայացնում, մեծ վախերի, առիթ են տալիս, օրինակ Վահագն Ալեքսանյանի պահվածքը հմեկում, կարծում եմ դրա վառ արտահայտումներ, որովհետև թվում էր թե օրինակ բանավեճը ընթանում էր ուժեղ Հայաստան կուսակցության եւ ԿՊ կուսակցության, քաղաքացիական պայմանագիր խմբակցության միջև, բայց Վահագը եկել էր բանավեճի հանրապետականի հետ։ Չգիտես ինչի, հանրապետականի ու Սերժ Սարգսյանի հետ։ Ես օրինակ այդ բանավեճի ընթացքում միայն հպարտություն զգացի, որ ես հանրապետական կուսակցության ներկայացուցիչ եմ, քանի որ իմ կուսակցությունը չի մասնակցում ընտրությունների, բայց իրենք շարունակում են կռվել մեր դեմ։ Խնդիրը հենց այդ է, որ հանրապետական կուսակցությունը նախագահի մակարդակով հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրություններին, բայց ներկայիս իշխանությունները դեռևս շարունակում են իրենց երազներում պայքարել հանրապետական կուսակցության դեմ, որովհետև կարծում եմ դրանց համար ամենավատ երազն է, որ մենք երբևէ կգանք իշխանության, որովհետև իրանք հասկանում են, թե դա իրենց ինչ է ենթադրում։ Ու արի մի բան է ֆիքսենք, որ այդ ամբողջ բանավեճի ընթացքում, երբ որ անընդհատ անդրադարձներ էր կատարվում հանրապետականին եւ նախագահ Սերժ Սարգսյանին, ոչ մի բովանդակալից քննադատություն չկար, այսինքն չէին քննադատում նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիները։ Քննադատում էին այն, որ ուժեղ Հայաստան քննադատում, իրանք ուղղակի ինչ որ մտածածին, ինչ որ հորինվածքների կուսակցության ղեկավարի եղբայրը բանը հանրապետական կուսակցության անդամ է եղել եւ մի հատ խնդրում եմ Վահագ ջան, դու նայի հələ քանի կուսակցության անդամ ես եղել։ Հատ նայ ձեր խմբակցությունում տենց էլի ձեր падգամավորները քանի խմբակցության անդամ։ Այնա падգամավորները չորակ էկոնոմիկայի նախարարը։ Դե вообще։ Հատ նայ Կոնջորյան Հայկի անցած ճանապարհը, մի հատ նայեք ձեր անդամները, ձեր կուսակցականները, քանի կուսակցություն են փոխել, քանի երես են ունեցել ու քանիսը դեռ վստահ եմ կփոխեն։ Այո։ Երբ որ դուք չլինեք իշխանությունից, ձեր իշխանությունից հեռանալը անխուսափելի է բնականաբար, ինչ որ մի օր լինելու է այդպես, ու դուք ձգտելու եք էլի իշխանության ուրիշ կուսակցություններով արդեն։ Այո։ Քիչ չեն եղել նման դեպքերը։ Նայեք Խաչատուր Սուքիասյանին, նայեք մնացածին, Կոնջորյան Հայկը իմ համար այն ամենավառ արտահայտված օրինակներից է, մի հատ նայեք այս տղեն քանի կուսակցությունից է եղել։ Վայ, եկել ինչ եք ուզում։ Մարդը ընդդիմադիր դաշտում, եթե փոխում օրինակ իրա, հայ շատ դեպքերում ես էլ նորմալ կարողա չվերաբերվեմ ինչ որ մարդու, ինչ որ թմից թիմ գնալը, բայց երբ որ նայում ենք, որ պայքարը մի բանի համար է, նայում ենք, որ այս մարդը թիմ չի դավաճանել, թիմ չի գցել կոպիտ ասած, շատ նորմալ է իրանց պարագայում։ Այո, դավաճանությունները երբեք չեն ներվում եւ միշտ հիշվում են։ Միշտ կապ չունի ինչն է դավաճանում։ Այո։ Ընկերներիդ, ընտանիքդ, հայրենիքդ։ Վերադառնալով ընտրություններին ու վերադառնալով նախընտրական քարոզարշավին, արդեն որոշակի ավանդույթ է դարձել Նիկոլայից ուրախ ավտոբուսը ամեն անգամ հիշել եւ շոշափել այդ թեման։ Ինչպես միշտ շարունակվում է քարոզարշավը ԿՊ-ի եւ ինչպես ամեն անգամ, այս անգամ էլ մենք տեսանք, որ էլի երեխաներ են մոտենում Նիկոլ Փաշինյանին։ Դասից փախած երեխաներ են մոտենում։ Դրամարկղություն չեն ստանում, հետո դառնում են Նիկոլակ։ Շոտ օբսուրդո։ Լուրջ եմ ասում, ես էլի ասում եմ իրանք երիթև չունեն, բայց որ ես նայում եմ մեր տարիքայինների մեջ կան մարդիկ, ովքեր իրանց աջակից են համարվում։ Իմ համար այդ ուղղակի աբսուրդ է, նոր ընկերներից մեկի հետ այդ թեման խոսում ենք, ինքը ասում է, ես չի պատկերացնում, որ մեր տարիքայինների մեջ կարան լինեն տենց թեկուզ մի քանիսը, որ կարող է Նիկոլին աջակցեն։ Շատ այդ թվում էր ինձ թե անհնար բան է, տենց մի հատ չլինող բան է, էլի։ Ճաշակին ընկեր չկա, ինչպես ու տեսար, որ այս վերջի քարոզարշավայի վերջին հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ ոնց հիշել էր այն երեխային, ում որ տեսել էր
շատ շուտ դպրոցում, Սեպտեմբերի 1-ին երեխան լացել էր, իր մեջ էլ դա տպավորվել էր ու երեխային այդ օրը նորից է տեսնում, հիշում է այդ երեխային, հիշում է, որ լացում էր ու անընդհատ հիշացնում է, որ այդ երեխան լացում էր։ Մեկ էլ բանը մանկապարտեզի տնօրենի երեխան, որ Նիկոլին տեսավ, սկսեց լացել։ Այդ երեխան մեր ազգի հոգեվիճակն է ներկայացնում։ Չէ, նորմալ երեխա է, էլի։ Իր քարոզարշավի մեջ միշտ պետք է լինեն երեխեք, միշտ պետք է լինեն տատիկ պապիկներ, իրեն մոտեցող, հեռախոս չունեցող, էլի ֆիքս են, հեռախոս չունեն տատիկ պապիկներ, այո, կոնտենտ են ապահովում իրենց հաշվին։ Բայց արի մի բան էլ հաշվի առնենք, օրինակ հիշում ես, այս անցած շաբաթ էր, թե դրա առաջի շաբաթ էր, որ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենան վրաերթի էր ոստիկանական մեքենան, հա։ Իրանք երկեցին ասին մեր հետ այդ կապ չունի բան ու այդ դրան զուգահեռ իրանք գնդունիկից իրանք գրեհիկ ուտելու վիդեոներն էին, չէ՞, այդ բային գցում, լավ, թեկուզ ձեր հետ կապ չունի։ Ոստիկանական զորքերի մեքենա է շուռ եկել կամ բազմաթիվ վիրավորներ, չգիտեմ զոհ եղել է թե չէ, աստվածտա զոհ եղել է։ Չեմ հիշում։ Բազմաթիվ վիրավորներ են ամեն դեպքում։ Իմ հիշելով, բայց մի զոհ կար, եթե ճիշտ եմ, զոհ կար հաստատ։ Հա։ Եղել է առավել եւս, եղել է զոհ։ Ու դրան զուգահեռ, եթե դուք գտնում եք նույն մարզում, նույն տարածաշրջանում եք դուք գտնվում եք բային, տենց կոնտենտ հրապարակել այդ բովանդակությամբ, մի հատ, ասենք, վարչապետ ես, մի հատ վիդեո չնկարել, որ գիտեք ինչ sense բան է տեղի ունեցել, կամ գնա հիվանդանոցում այդ մարդկանց տես, մոտես էլի տարածքում ես։ Բայց արի մի բան էլ հաշվի առնենք, իհարկե չգիտեմ ոնց ավելի կոռեկտ հնչի ասածս, Նիկոլի մասին է կոռեկտությունը։ Բայց նայ, եթե Նիկոլ Փաշինյանին ու այդ ավտոբուսին, որտեղ որ բազում շատ ճիշտ ես ասում, համաձայն եմ։ Բարձրաստիճան պաշտոնյաներ են, անկախ նրանից էլի որ ընդդիմադիր ենք, բայց ամեն դեպքում խոսում ենք երկրի մասին, որքանով է ճիշտ, որ պետական կառավարման բարձրաստիճան պաշտոնյաները եւ նրանց թիմի մնացած անդամները նույն ավտոբուսով ընդհանրապես ճիշտ չի, որովհետև ենթադրենք դժբախտ պատահար է տեղի ունենում։ Դժբախտ պատահար է տեղի ունենում։ Եվ ավտոբուսի մեջ են լինում օրինակ վարչապետը, պաշտպանության նախարարը, առողջապահության նախարարը, կրթության գիտության նախարարը, դու պատկերացնում ես, որ կառավարական վերնախավը մի րոպեում շարքից դուրս է գալիս։ Ես հենց դրա մասին էի խոսում ու արի հիշենք հոկտեմբերի 27-ը, երբ պետական կառավարման ապարատի վերնախավը, այսպես ասած, մահացավ կամ վիրավորումներ էին ստացել ու այդ ժամանակ շատ բարձր էր Ադրբեջանի կողմից հարձակման ռիսկը։ Հա, նույն իրավիճակը կարա հիմա ստեղծվի, եթե Աստված չանի, դժբախտ պատահար լինի կամ թեկուզ եթե գոնե 2 ավտոբուսով գնացեք։ 2 էլ չէ։ Հիմա օրինակ հիշենք մի քանի ամիս առաջ, երբ որ Բրյուսովի ուսանողները ավտոբուսով շուռ էին եկել։ Այո։ Ոչ մեկի հա զոհ չկար բարեբախտաբար, բայց կային վիրավորներ։ Այո։ Բայց պատկերացնում եք ինչ է նշանակում, երբ որ վիրավոր են, օրինակ չգիտեմ, SSS նախարարները, երկրի ղեկավարը, տեսանկյունից կոլապս է դառնալու։ Շատ ուժեղ վտանգ է դա, էլի։ Բայց իրանց համար ինձ թվում է դες չեն խորացել։ Ինչ չի թվում, որ իրանք առանձնապես այդ թեմայով մտածել են, որովհետև Իդեպ բայց տեսար օրինակ Մարության Հայկը, որ վիդեո էր հրապարակել մոնտաժացել, իհարկե որ ինքն է այդ ավտոբուսի շոֆերը, չես տեսել այդ վիդեոն։ Շատ եմ ծիծաղացել, շատ եմ ծիծաղացել։ Իդեպ մի հատ հետաքրքիր բան հիշեցի, երբ որ մեքենա ունենալը նոր էր մտել մարդկանց մոտ, երկար ժամանակ նույն ընտանիքի անդամները ամբողջապես նույն մեքենայով չէին գնում։ Ոչ շատ ծիծաղալու բան կասեմ, բայց 2022 թվականի պատերազմի ժամանակ, երբ որ երասխում կրակում էին ու շատ ուժեղ էին կրակում, էլի, երկինքը սենց կրակներ էր։ Մենք ընտանիքով պետքա գնայինք վայք։ Պապան, մամային ու աղբորս մեր հետ չվերցրեց, թողեց տունը։ Որովհետև հա, չգիտես քո հետ ինչ կլինի։ Չէ, իրականում դրա համար չէ, բայց այտենց կատակ կար, որ պապան ասում էր լավ գոնե դուք մնացեք տունը, որ մեզ մի բան ունի։ Չէ, ծիծաղում ենք, բայց իրականում տենց բան կար ու ընտանիքի բոլոր անդամները նույն մեքենայով տեղ չէին գնում, որ եթե Աստված չանի ինչ-որ վրայերթ կամ ինչ-որ բան լինի, ընտանիքի գոնե մի մասը ողջ մնա։ Հա։ Հիմա մենք չենք խոսում առանձին ընտանիքի մասին, մենք խոսում ենք մի ամբողջ երկրի պետական կառավարման ապարատի մասին։ Գոնե մեքենայի քանակը շատացրեք, ինձ թվում է։ Բայց իրենք չեն մտածել, ընդհանուր
Ինձ թվում է իրենց համար դժվարություն չի լինի երկու մեքենա։ Բայց իրանք մի վարքյան ոնց կիսվեն, ասենք Ալենը ոնց կլինի այդ ուրախ ավտոբուսի DJ-ը չլինի, ոնց կարա Անահիտ Ավանեսյանը այդ նույն ավտոբուսի մեջ չպարի, մոտենան ծաղիկներ տան, այնտեղ մի հատ պերաշկի բաժանող կին չլինի, բա ոնց կարա իրեն, չէ, այտենց PR-ը կկիսվի, էլի, նույն փառքը, նույն այդ բանը չի լինի։ Չի լինի իրանց դեպքում, չէ։ Նիկոլ Փաշինյանը բացի ուրախ ավտոբուսով շրջագայելուց, այս վերջերս ունեցավ բիզնեսմենների հետ հանդիպում։ Բիզնեսմենների դեպքից ամեն ինչ երևում է։ Շատ ցավալի է, որովհետև դրանից հետո կարծում եմ շատերս կսկսենք բոյկոտել իրենց բիզնեսներին։ Դե հիմա իրենք գնացել են հանդիպման հասկանալով, ինձ թվում ավտանգները։ Դե բայց այնտեղ մկային մարդիկ, ովքեր ոչինչ չասող հայացքով էին նստած, մարդիկ կային, ովքեր խոնարհվում էին Նիկոլի առաջ արդեն շատ անհասկանալի վիճակ էր։ Այո, Նիկոլ մարդիկ ում այնտեղ լինելը ընդհանրապես ոչ մի բացատրություն չուներ։ Այո։ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր հայտարարություն արեց այդտեղ, միջին եւ մեծ օղակի բիզնեսմեններին հորդորելով իրենց աշխատողների աշխատավարձը բարձրացնել ու հորդորում էր բարձրացնել այն աշխատողների աշխատավարձը, ում աշխատավարձը այդ բժշկական ապահովագրության համար այդ 200,000-ի շեմի մոտ ու մի քանի հազարի տարբերություն է տալիս, որ իրենք դառնան շահառու 200,000-ին։ Գիտես ինչի, որովհետև հասնի ու այդ մարդիկ կարողանան դառնալ շահառու։ Որովհետև այդ առողջապահական համակարգի, այդ ապահովագրական համակարգը ընտրությունից հետո տրաքելու է ուղղակի։ Որովհետև իրենք վարկ են վերցնում, որ այդ կարողանան այդ ծախսերն անեն։ Այո։ Ու Վահագն Ալեքսանյան համեկի եթերում ասում է մենք այսքան թոշակառուի ինչ է կարել, որ հիմա մարդը հերթագրվում է ինչ որ առողջապահական ծառայությունից օգտվելու համար 4-5 ամիս հետո է գցում։ Ու պետք է նշել, որ այդ իր ասած թիվը ինքը կարծեմ ասում էր 600,000 հոգու համար, 600,000-ից օրինակ մեծ մասը թոշակառու է, մեծ մասը հաշմանդամության կարիք ունեցող մարդ է, որ պալյուբոմ ու ինքը օգտվելու էր այդ ծառայություններից անվճարներից, չի դուք ինչ որ բան եք արել։ Բայց արի մի հատ վերադառնանք այդ հանդիպմանը։ Նիկոլ Փաշինյանը հորդորում է այդ մարդկանց բարձրացնել մենակ այդ մարդկանց աշխատավարձները, ովքեր որ այդ մի քանի հազարի տարբերություն, այսինքն մնացած բոլոր աշխատողներին ինքը նախ չի հորդորում աշխատավարձ բարձրացնել, ինքը իր շահերից է։ Գիտես ոնց, հիմա ու մի հատ է բան ասեմ ու երկրորդ մասին եթե վերադառնանք, վարչապետը իրավունք չունի բիզնեսմենին ասի քո աշխատողի աշխատավարձը բարձրացրա։ Դա մեր վարչապետի մասին չի, նա հզոր տղա է, խնդրում եմ ինքն ինչ ուզի ասի, մեր վարչապետին բան մի ասեք։ Թողեք աշխատի։ Հա։ Նախկիններն են սաղ դե մեղավոր։ Այն մասը, որ ինքը ասում է, օրինակ, պետք է բարձրացնեք աշխատավարձերը, չէ՞։ Հիմա TikTok-ում թնդում է։ Հա։ Չեն խորանում ինքը ինչ այլ ասել։ Բարձրացրեք որ մարդկանց աշխատավարձը, բան կոնկրետ խմբի է նշել թե չէ։ 3,000-ով բարձրացեք աշխատավարձը, որ այդ մարդու աշխատավարձից 10,000 պահ։ Այո, այո։ Ինքը ուղղակի այդ ասել է։ Նա ես Նիկոլի արածների մեջ sense լոգիկա եմ տենում։ TikTok-ի մատերիալը թե մատերիալ չի։ Այդ TikTok-ի մատերիալ էր։ Ինքը այդ ասել է, հիմա ռեկ անգել այդ մարդը։ Ու իր համար, ասենք, պլյուս մի 500 ձեն ընտրության ժամանակ։ Հա։ 1000 ձեն, 2000 ձեն, պայմանական, հա։ Իր համար սաղ որոշումն է, այտենց է լինում։ Այո։ Ինքը ամեն բան հայտարարելուց առաջ, ամեն բան ասելուց առաջ հասկանում է, որ այս ասեմ, քանի ձայն կգա ինձ ընտրությունների ժամանակ։ Նույնիսկ թոշակների բարձրացումներ իբր։ Այո։ Հիշում ես սկզբում տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը ասում է, դե թոշակառուն այդ 10,000-ը ինչ է անելու։ Հետո պետքա դա ուսանողի ձեռքը լինի։ Ուսանողի գումարը թոշակառուի ինչին է։ Դու որպես ուսանող քեզ տվել են քո 10,000։ Ոչ։ Ես նախկին ուսանող եմ, ինձ չէին տալի 10,000։ Ինչի մասն է խոսքը, որ գնում ենք 100,000-ի վերադարձի համար։ Ամիսներ է տևում։ Հետո այնքան թղթաբանական այնքան բան են, 100,000 դեմը Xerox-ի փող ես տալիս արդեն այդ ընթացքում, միջև դու այդ 100,000-ը հետ ես ստանում։ Սենց ասեմ, ես գերազանցության համար անվճար էի սովորում իմ մագիստրատուրայի երկրորդ տարին, ու իրանք այնքան էին ձգում այդ փաստաթղթերի հետ կապված այդ հարցերը, այդ ամեն ինչ այդ ամսվա թոշակը տալու, որ ընդհանուր ես վերջում եմ ստացել իմ մի քանի ամսվա թոշակը, որը որ իրար հետ կազմում էր 30,000 դրամ։ Ընտիր։ Ներդրում ես արել հուսովեն, այդ 30,000 դրամ, գիտեմ շատ օբսուդային վիճակը։ Այո։ Չեմ ուզում խոսանք կրթական համակարգից այսօր, բայց ուզում խոսենք այսօր ֆուտբոլից։ Կրթական մակարդակը ինչպես միշտ շատ վատ է։ Դե եկեք չխոսանք, էլի արդեն լուրջ
հոգնում եմ ես այդ թեմայից, որովհետև ինչքան այդ մարդկանց բացատրում ես, որ ընկեր ինչ հայտարարում են այս մարդիկ, հայտարարում են նրա համար, որ դեմ ընտրություններ է, լուրջ մի վերաբերվեք էլի իրանց։ Ու համալսարաններում գնալով շատանում է ընդդիմադիր ու իշխանամետ լինելով առանձնացնել ուսանողներին 2025 թվականի սեպտեմբերին մենակ ԵՊՀ-ից աշխատանքից հեռացվել է մոտ 200 դասախոս քաղաքական հայացքների համար։ Բրյուսովից հեռացվել է ավելի քան 100 դասախոս քաղաքական հայացքների համար։ Նույնիսկ փակվել են ամբիոններ։ Այո, որովհետև ամբիոնների պրոֆեսորը դասախոսական կազմը ամբողջությամբ եղել են ընդդիմադիր։ Փակել են, ասել են փակում ենք ուղակի, որտեվ էլ դասաժամ չենք ուզում տանք, բայց բարձր ինչի համար փակել։ Ես 18 թվականին առաջի կուրս էի ու շատ լավ հիշում եմ, որ երբ որ այդ իշխանափոխությունը եղավ ու դրանից հետո ես ընդդիմադիր հայացքներ ունեի, ինձ քննության ժամանակ իմ դասախոսը ասաց, որ ես քեզ դու լավ ես պատասխանում, բայց դու հասկանում ես, չէ՞, որ ես քեզ չեմ կարող բարձր դնեմ, ասում եմ, ասում ասել են չդնես։ Շատ լավն է։ Ու մինչև հիմա նույն քաղաքականությունը շարունակում են վարել բոլոր համալսարաններում, ինձ թվում է։ Հա, անխտիր բոլոր համալսարաններում նույն վիճակն է։ Ու մի հատ բան ասեմ, օրեր առաջ իմ համալսարանում, որը որ ես եմ ավարտել, միջազգային գիտաժողով էր լինելու տնտեսագիտական համաժողով էր լինելու, ու ինձ չթողեցին մասնակցել մենակ նրա համար, որ ես ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող մարդ եմ։ Մասնակցել ասելով զուտ նստել նայել, այսինքն ոչ խոսալ, ոչ մի բան։ Դե Նիկոլի հետ հանդիպում պետք է լիներ, չէ՞, ֆիզկուլտ ինստիտուտ մանկավարժական Բրյուսով։ Այդ ժամանակ, դե ես նույնիսկ չեմ փորձել այդ հայտ տամ մասնակցելու համար, որովհետև բնականաբար մերժվելու էի։ Ասեցին չանես տենց ապուշություն, անկապ մերժվելու ես, ասեցի շատ լավ, չարեցի, բայց իմ ընկերներից, թե Բրյուսովի թե մանկավարժական համալսարանների, ովքեր հայտ էին լրացել ու պետքա հայտ լրացնես անձնագրի տվյալներով, ինչ որ sense պետքա հետո գնաս ռեկտորի հետ հանդիպման, ռեկտորը պետքա քեզ բացատրի, դու քեզ ոնց պետքա պաս, ինչ հարցեր կարաս տաս, ինչ հարցեր կարաս չտաս։ Բոլորին ընդդիմադիրներին մերժել էին։ Այո, նույնը իդեպ աշխատաշուկայում է տեղի ունենում, փոքր բիզնեսմենները նույնիսկ ձեռներեցները, եթե նկատում են, որ դու ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունես, որը ոչ մի ձև չի արտացոլվում քո գործունեության մեջ, քո այդ աշխատանքի մեջ, իրանք միևնույնն է չեն վերցնում։ Իրանք մտածում են, որ Նիկոլ Փաշինյանը իրանց անձամբ ճանաչում է, ու եթե իրանք վերցնեն աշխատանքի ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող մարդու, կարող չգիտեմ, իրենց բիզնեսի համար վատ լինի։ Օրինակ մի հատ sense բան ասեմ, 2021 թվականին ես մի կաֆեում SMM էի անում, որտեղ որ սովորություն ուներ այցելել այն ժամանակվա վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ու քանի որ Արսեն Թորոսյանը այնտեղ էր լինում, ինձ չէին թողում ես դուրս գայի։ Փակում էին չէին դուրը։ Որ ես չտենամ, որ ես ու ինքը չհանդիպենք։ Չնայած ես այդ ժամանակ ինչ որ տենց շատ ակտիվ քաղաքական գործունեության մեջ էի ու վստահաբար Արսեն Թորոսյանը ինձ ոչ դեմքով էր ճանաչում, ոչ երևի հիմա է ճանաչում, բայց մենակ այն միտքը, որ ես հանրապետական եմ ունդեղ ԿՊ-ից ինչ որ մեկը կա, ինձ չէին թողում, որ ես դուրս գայի այդ այնտեղ որտեղ որ ես էի նստում ներքևի հարկում էր, այդ կաֆեն վերևի հարկում էր, ինձ չէին թողում ես դուրս գայի իմ աշխատաժամանակը ավարտելուց հետո, որ ինքը հանկարծ ինձ չտենա։ Օրինակ, սենց պատմություններ լսելուց հետո ես միշտ ասում եմ հրապարակեք տվյալ հաստատության անունը, բոյկոտեք։ Նենց արեք այդտեղ մարդ չգնալ, թող իմանան ուր են գնում։ Օրինակ ես շատ վաղուց իմիջայլոց մերժել եմ բոլոր այն անհատ ձեռներեցներին, այն բիզնեսները, այն հաստատությունները, որը գիտեմ, որ Նիկոլի հետ համագործակցում է։ Հիմա օրինակ ես շատ ուշադիր հետևել եմ Քարոզ Արշավի ժամանակ, Նիկոլը որտեղ հաց կերավ, որտեղից օրինակ պատվիրեց իր պեչենիները սրտիկով, եւ մնացածը։ Ու բնականաբար չեմ օգտվել ուտեղից։ Երբեք ոչ մի գնում չեմ անելու տեղից, չեմ գնալու տեղ, հաց սոված մեռնեմ, իրանց կաֆե օրինակ չեմ գնել։ Իդեպ մեր հետևորդներին հետաքրքիր առաջարկ ունեմ, այս մասը մենք կտեղադրենք TikTok եւ առանձին YouTube, խնդրում եմ կոմենտներ բաժնում, գրեք թե ձեր հետ կամ ձեր մոտիկների հետ ինչ դեպքեր է գրանցվել, որ օրինակ համալսարանում գնահատական չեն դրել ընդդիմադիր լինելու համար կամ աշխատանքից են ազատել ընդդիմադիր լինելու համար։ Եթե կլինեն հակառակ պատմությունները, որ օրինակ չգիտեմ դուք իշխանական եք եւ ընդդիմադիրները ձեզ ճնշել են, խնդրում եմ այդ պատմությունները ինձ գրեք, որովհետեւ ինչ որ չեմ լսել ես տենց բան։
Ինձ շատ հետաքրքիր է, մեզ շատ հետաքրքիր է ու ինձ թվում է առանձին ինչ-որ տենց տեսաշարքով կարող ենք անդրադառնալ օրինակ TikTok-յան, եթե կոմենտ գրենք, կոմենտներին անցած անգամ ես խոսք տվեցի եւ չարեցինք, որ անդրադառնանք կոմենտներին, բայց բնականաբար լինելու է այդ ուղղակի մի քիչ։ Այո։ Ծանրաբեռնված։ Սպասում ենք ձեր կոմենտներին, մեզ իրոք հետաքրքիր է։ Այո։ Շարունակելով մեր ոդքասթը Ինչ բարձրակարգ թեմաներ կար։ Որը որ խանգարեցի ու չթողեցի որ մենք խոսենք ֆուտբոլից։ Իդեպ քանի օր է ես հետևում եմ Չեմպիոնների լիգային ու մի արտահայտություն էի անընդհատ ուզում անել ու այդ արտահայտությունը ողել եմ հենց մենք ոդքասթ անենք, որ այդ արտահայտությունը անենք։ Լսում եմ։ Մեր շատ սիրելի ֆուտբոլի մեկնաբաններ։ Դուք կարող է ինչ-որ թիմ շատ եք սիրում, բայց պետք չի որ մեկնաբան եք նենց, որ բոլորը իմանան դուք որ ֆուտբոլային ակումբի երկրպագու եք ու էդի հերիք չի մի հատ քննադատեն ու նվաստացնեն հակառակ ֆուտբոլային ակումբի երկրպագուների։ Շատ տգեղ է, շատ ոչ պրոֆեսիոնալ պահվածք է, խնդրում եմ վերանայել դա։ Մխիթարյանը օրեր առաջ հարցազրույց տվեց։ Նայել ես հարցազրույցը։ Կիսով չափ հատվածներ։ Մխիթարյանը խոսում էր արդեն ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։ Իդեպ անցած ոդքասթից ես այն հատվածն էի տեղադրել, որ Ինտերի TikTok-յան եւ Instagram-յան ռիլերը չեն երևում հասանելի են միայն Հայաստանում։ Տենց քննադատությունների ալիք ինչը որ եկավ իմ այդ ասացից հետո ես չէի սպասում, չգիտեմ խի։ Չեմ կարդացել։ Ես լուրջ չեմ կարդացել, էլի։ Մեր համակարգացիները մտածում են, որ Ինտերը Instagram-յան պաշտոնական էջում ռիլեր է տեղադրում հայերեն գրառումներով ամբողջ աշխարհի համար։ Փառք Աստծո, ասա։ Երիխ Մխիթարյանը անդրադարձավ ու ասաց, որ այն հարցին թե արդյոք իր հետ քննարկում են թե ինչ երգեր տեղադրվին, ասաց ես չգիտեի, որ տենց ռիլեր կա, որտեղ ինձ ուղարկում են, ես չեմ կարող նայել, որտեղ ես ապրում եմ Իտալիայում, այդ ռիլերը հասանելի են միայն Հայաստանի Հանրապետությունում։ Տեսակ պատվոխը որտեղ էր։ Իսկ դու ինչ էիր ցանկանում ասել ֆուտբոլից։ Դա ակտիվ մտածած մեջս երում էր այդ մեկնաբանների։ Ոյ, հիշենք վերջին Հայաստանի խաղը։ Բելարուսիա։ Ինչպես ես ասում էի, չէ, որ հա անկերական հանդիպումների ժամանակ շատ կարևոր է շանս տալ նորեկներին, փորձել շատերին, բայց մենք ինչ տեսանք։ Որ Բիջախչյանի հետ կռվին են։ Տեսանք հերթական պարտությունը, հուսով եմ վերջի պարտությունը կլինի։ Իդեպ ես այդ դեմքով։ Մենք այդուհանդերձ երկրպագում ենք մեր ֆուտբոլի հավաքականին եւ նորանոր հաջողություններ ենք մաղթում։ Իդեպ Հենրիխ Մխիթարյանը անդրադառնալով մեր հայ ֆուտբոլիստներին նշեց, որ ինքը հետևում է հավաքականի խաղերին, անկախ նրանից ինքը ինչ հարաբերությունների մեջ է երկրի ղեկավարության հետ կամ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ ու հետաքրքիր նկատառում արեց, հաղորդավարը հիշեցրեց, որ ինքը հանդիպել է Եղիշե Մելիքյանի հետ, ինքը ասաց, որ Եղիշե Մելիքյանի հետ շատ լավ ընկերներ են ու իրենց հանդիպումը եղել է ընկերական թեմաների շուրջ, այսինքն ընդհանրապես չի խոսվել այն հանգամանքը արդյոք Հենրիխ Մխիթարյանը վերադառնալու է, թե չի վերադառնալու։ Իդեպ եթե հիշենք, Եղիշե Մելիքյանը ասում էր, որ ինքը հանդիպելու է անձամբ Մխիթարյանի հետ ու քննարկելու են վերադարձի այդ թեման քննարկվելու։ Ինչ կասես։ Դե առանձնապես ուրիշ բան սպասելի էլ չէր։ Այ Եղիշին առաջին հայացքից որ նայում ինքը շատ ցած հանգիստ բան, բայց իրականում ինքը շատ տաքարյուն մարդ է զգացվում։ Հիմա քեզ ուրիշ հարց էի ուզում տալ։ Դու եղել ես, չէ՞, վերջին խաղերին դաշտում ասելով տրիբունաներում եղել ես, չէ՞։ Օրինակ ես դադարեցի ֆուտբոլի ոչ թե հետևել այ հենց այնտեղ լինել այն ժամանակ, երբ որ զգացի, որ տրիբունայից չկա այն ակտիվությունը, չկա այն երկրպագելու կարողությունը, հա, երևի, որ քո ֆուտբոլիստին կարա ոգևորի։ Ասամ ավելին վերջերս շատ բացասական տենդենս է նկատվում։ Դա այն է, որ առանց տոմսերի մարդկանց ներս են թողում։ Բացի այդ, իմանայի, օրինակ սպասի մի հատ բան ասեմ, ու երբ որ այդ մարդիկ գալիս են, բարձր չէ, որ իրենք նստելու տեղ չունեն ու կանգնում են այն տեղը, որտեղ որ մարդիկ դրա հետևը նստած են լինում։ Ու այդ մարդիկ չեն կարողանում խաղը նայել ու բազում կռիվներ է լինում այդ ընթացքում, որ այդ մարդիկ ուղղակի այդտեղ կանգնած փորձում են նայել։ Ես դադարեցի գնալ մարզադաշտ այն ժամանակ խաղին ուղիղ հետևելու, երբ որ հասկացա, որ
մարդիկ գալիս են այնտեղ, ուղղակի չգիտեմ, որովհետև պարապ են մնացել, որովհետև ժամանցի այլ բան չկար այդ օրը կոնկրետ պլանավորված, ու հասկացա, որ այդ տոմսերը ուղղակի բաժանվում են շատերին։ Այո։ Անվճար։ Դե դա միշտ եղել է, ուղղակի եթե առաջ տոմսեր էին տրամադրում օրինակ զինվորի տանը, տոմսեր էին տրամադրում։ Այդ թեմայով էի հենց ուզում խոսել, որ այն ժամանակ տոմսեր էին տրամադրում մանկապատանեկան թմերին, զինվորի տանը, օրինակ այս վերջում Պորտուգալիայի հետ խաղի ժամանակ կարծեմ ինչ որ չափով տոմսեր էր տրամադրվել խնդիրներ ունեցող, առողջական խնդիրներ ունեցող երեխաներին կոնկրետ։ Ինչը իհարկե դրական է, շատ նորմալ է այդ, բայց երբ որ նայում ենք ինչ որ անհասկանալի խմբերի են տոմսեր տրամադրում, որ գան ուղղակի դատարկ տեղեր լցնեն։ Դե դա առաջ արվում էր, ենթադրում եմ այն բանի համար, որ մարդիկ այդքան էլ հետաքրքրված չէին ֆուտբոլով ու չէին առաջ, բայց Հիմա հետաքրքրությունը իմ կարծիքով ավելի բարեկամն է, որտեղից կարա։ Բայց դու նայում ես կողքերը, տենում ես, որ օրինակ, չգիտեմ, այս կողմը լրիվ հեռախոսի մեջ մտածեն, բան ոչ հետևում են խաղին, ոչ էլ։ Ու ֆուտբոլիստը բնականաբար դաշտում ուրիշ արձագանք է սպասում, թեկուզ այն փոքր հաջողությանը, որ ինքը չգիտեմ մոտեցավ դարպասներին, որ ինքը սպասում է, որ պետքա տրիբունաներից արձագանք լինի, այդ արձագանքը երբ որ չի լինում, ես օրինակ ինձ պատկերացնում եմ այնտեղ որ ինչի համար եք բա եկել։ Եթե չեք եկել օրինակ իմ խաղը նայելու, ինչի համար եք եկել եք նկարեք story գցեք, իմ համար այդ ոբշի օքեյ չի։ Ընդհանրապես բան չի։ Ու այդ վեճերը, կռիվները այդ վերջին շրջանում ինչը ավելացել է խաղերի ընթացքում, այդ ուղղակի մի red flag էր, որ արժի չգնալ ընդեղից խաղը նայել, իմ համար ավելի հանգիստ կլինի։ Ու վեճերը ավելացել է երկրպագուների մեջ, հենց մեկը օրինակ այդ տոմսերի համար, որ մարդիկ առանց տոմսերի գալիս են, եթե առանց տոմսերի թույլատրում են օրինակ ինչ են ուրիշները տոմս առնում։ Բացի այդ դու քո էջով տոմսից ավել չես կարող առնես։ Այո։ Հիմա եթե տենց է, օրինակ ես, քույրս, եղբայրս ու ընկերներս մեզ ավելի հարմար կլինի, ես մի էջով չեմ կարող այդքան առնեմ, անոնց օրինակ անչափահաս երեխքի հետ եմ ուզում գամ։ Պետքա մի քանի հոգու խնդրեմ, իրանց էջերով մտնում այդ տոմսերն առնեմ, չի ավելի հարմար կլինի։ Ովքեր չգիտեն, տոմսը առնելու համար պետք է գրանցվես կայքում գրանցվելու համար պետք է իդենտիֆիկացում անձնագրային տվյալներ պետք է լրացնես եւ այլն եւ այլն, ու այդ պետքա մի քանի ժամ, անձնագրային տվյալները տալիս ես։ Մի քանի ժամ պետք է անցնի, որ էջդ հաստատեն, շատ sense խառը խնդիրներ է լինում դրանից։ Իմ համար ավելի հարմար կլինի կենտրոնում քաղաքում օրինակ ինչ որ միտեղ, ինչ որ սրճարանում կգնամ, կնստեմ, ֆուտբոլս էլ կնայեմ, կվերջացնեմ առանց կռվի, առանց այդ ծխախոտի հոտերի, առանց վեճերի, առանց այդ անիմաստությունների կգնամ տուն։ Ինձ այտենց ավելի հանգիստ է հիմա, բայց այն ժամանակ Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ, երբ որ մենք չկարողացանք տոմս առնել, մենք բոլորով հավաքվեցինք, ճիշտ է։ Նայեցինք խաղը։ Այտենց ավելի հարմար է լինում, եթե նայես, որովհետև իմ համար ամեն անգամ բարդություն է լինում։ Մի էջով, օրինակ, երկու տոմս առնել, հասկանալ այս անգամ ում հետ գնալ օրինակ խաղի, ում վերցնել, ում չտանել հետդ, մանավանդ որ նայում ես, որ օրինակ, չգիտեմ, 14-15 տարեկան երեխքի հետ ես ուզում գնաս, օրինակ աղբորս հետ եմ ուզում գնամ, ում նեղացնեմ։ Որ մեկին չտանեմ։ Ու ֆուտբոլին անդրադառնալով եւս մեկ դիտարկում անենք, օրինակ Հենրիխ Մխիթարյանին երբ որ հարցրեցին, ինչ կարծիք ունի ակումբային ֆուտբոլի մասին, որովհետեւ ըստ որոշակի տվյալների Հայաստանում ակումբային ֆուտբոլը զարգանում է, Հենրիխ Մխիթարյանը ասաց, որ դադարել է հետևել այն ժամանակ, երբ որ հանվել է այն արգելքը, որ միևնույն ժամանակ չի կարող խաղադաշտում լինել 3-ից պակաս, թե 3-ից ավել օտարերկրյա խաղացող։ Այսինքն դա առաջարկվում էր նրա համար, որ ակումբներում ավելի շատ խաղային հայեր եւ մանկապատանեկանից հետո արդեն այդ ակումբային ֆուտբոլը զարգանար։ Ներկայումս երբ որ մենք նայում ենք մեր առաջնությանը, մենք տեսնում ենք, որ շատ քիչ թվով հայեր են խաղում։ Օրինակ տես Նոան հաջողություններ է գրանցում, բայց Նոայի կազմում էլ, եթե մենք փորձենք հաշվել, մատների վրա կարող ենք հաշվել, թե քանի ֆուտբոլիստ կա հայ։ Օրինակ ակումբային խաղը շատ վատ վիճակում է հիմա մեր մոտ, որովհետև ճնշումները ակնհայտ են ակումբների վրա։ Առաջիկայում սպասվում են ընտրություններ, ոչ միայն քաղաքական, այլ նաև ֆուտբոլային ընտրություններ։ Այս վերջում ոդկաստ էի նայում, շատ sense այդ բան որ տեսա տենց շատ sense ծիծաղալու, հետո հասկացա խնդրի լրջություն։ Ուրեմն ոդկաստի հյուրեին Ֆաֆի ներկայացուցիչը ու Ռեդիգոսի ներկայացուցիչը։ Ու դու պատկերացնում ես, ասենք մարդիկ, որ չասեմ հակամարտության մեջ են եղել իրար հետ, բայց իրանք առաջ ընկերներ են եղել մի ֆան խնդիր են ունեցել, բաժանվել են, բայց էլի համախմբվել են Մելիք Բեկյանին, ասենք հերացնելու շուրջ։ Դու պատկերացնում ես, այնքան ծիծաղալու էր այդ իմ համար։ Սենց նայում եմ, ասում եմ, լավ,
Թուք ինչի իրար կողք։ Հետո հասկանում որ լավ, եթե օրինակ քաղաքական իրադրությունը նենց է որ ընդդիմությունը չի կարող հավաքվի իրար շուրջ ու գնան նստի օրինակ չգիտեմ մի սեղանի շուրջ բանակցությունների ասի հանում ենք Նիկոլին, այս մարդիկ համախմբվել են ի վերջո։ Բայց չեն կարող։ Բայց էլի չեն կարող շոտ ոտ է։ Դե Մելիք Բեկյանն էլ ինչ ասենք Նիկոլից պինդ ճակատ ունի երևի թե։ Չտարան այդ մարդուն իրանց ուրախ ավտոբուս, չէ՞։ Անցած մեր հորդորներից հետո։ Իդեպ լավաս։ Ասա չէ։ Ես Նիկոլի ես վերջին երեկվա հայտարարությունն էի ուզում անդրադառնալ, որ ազգային ժողովի ամբիոնից ասում էր, որ $2 Կիպրոսի տոմսեր կան ու թոշակառուները կարող են գնալ հանգիստ Կիպրոս։ Լավ Կիպրոս գնալը վիզայով է, վիզայի վճարը։ Վիզայի վճարը դուք տեսել եք։ Դու խնդրում եմ էլի մի ծիծաղեցրեք։ Վիզայի վճարը, ասենք անձի համար, հերթերը, այնտեղ հավելյալ տեխնիկական աջակցության համար վճարներ կան։ Էլ չեմ ասում, որ ասենք մի օրվա կացության գումարը կազմում է где-то 50 եվրոից ավել, ու 50-ից սկսած են բանից հաշվենք, հա։ Իրանք ուզում են ասեն, որ հիմա թոշակառուները այնց ֆինանսական բոմբ վիճակի մեջ են, որ իրանց կարան թույլ տան ամսամոյ 5 անգամ գնան գան։ Ցինիզմի աստիճանը հաշվի առնենք, որ այդ վիզաների հերթեր ու այն ամեն ինչը որ այդ վիզաների շուրջ է կատարվում, քիչ նորմալ չի, որովհետև շատ ու շատ տուրիստական ընկերություններ ուղղակիորեն դեսպանատան բոլոր հերթերը վերցնում են ու վաճառում են։ Դե դա արդեն պետքա վերահսկվի, բայց թե որ կառույցի կողմից չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում վերահսկողությունը այստեղ պակասում է։ Չէ, ԿԳՄՍ-ն դա вообще չեմ կարծում որ կապ ունի։ Այստեղ մի հատ ինձ բան էր հետաքրքրում այնց հետո որ օքեյ, այդ վիզերն է այդ տոմսերը այդ գնով վաճառում, դու դրա հետ ինչ կապ ունես։ Թե ինքը այդ ամեն ինչը ուզում սենց բան անի, տիպ տեսեք բան։ Ձեր համար ինչ վաճառում, այսօր ես մտել եմ։ Երեք եղել է այդ տոմս, իր այդ հայտարարության ժամանակ տենց մի հատ թրիճ եղել է այդ գնով։ Բայց հայտարարությունից հետո դե բնականաբար մի վարկյանում այդ տոմսերը սպառվեցին, չի եղել։ 3.18-ից 22 եվրոյով տոմս տեսել եմ Տուդան։ Մի կողմը։ Հա, Տուդան, Աբրատնին չէ։ Բայց այդ մի թռիչքը կոնկրետ եղել է 219 եվրո, սենց պրեմիերն է, էլի։ Բայց դե բնականաբար այդ մի թռիչքը դրել էին, որ երին ինքը հայտարարություն անի, այնց միանգամից տոմսերը դուճը կպրծվի։ Ու իդեպ այդ գինը որ կա, դա carry-on bag-ով տոմսն է, այսինքն որ հետո ոչ մի բան չես տա։ Դե ինչ եմ ես էլի եկանք նրա, որ Նիկոլի հայտարարություն, մի հայտարարություն է, եկավ այն TikTok-յան հայտարարությունից, որ ըհն, էսի անում եմ, ասենք չեն մտածելու մարդիկ, որ էսի վիզեյերի բանա տոմսն է։ Ես կապ չունեմ, էլի։ Ինչ խի պետքա գան ընտրեն դրա համար, բայց հիմա մարդիկ կմտածեն Նիկոլը ինչ լավն է, ինչ բանը, չէ։ 2 եվրոյով ասենք Կիպրոսի տոմսա դրել։ Չես հիշում, որ ասում է շաբաթ կիրակի գնում ենք, ժողովուրդը գնում է Իտալիա կոֆե խմում հետո։ Հա։ Ինչ ես անում օրինակ շաբաթ կիրակի գնում ենք միտինգի մենք, ոչ մի բան։ Հիմա մեր կյանքն է տենց է դասավորվեց երկրի մասին պիտի մեկ ելնի մտածել։ Դե ով ունի իրանց հնարավորությունները, բան չի։ Ու երևի այսօր արդեն վերջի թեման, որի շուրջ ուզում եմ խոսենք, իհարկե մեր սիրելի, շակերտավոր սիրելի Ավինյանի գործունեությանն է վերաբերվում։ Հերթական խեղկատակ որոշումը այն էր, որ իրենք չեն կարողանում հետևել մարդիկ, որ վճարեն հասարակական տրանսպորտում ու որոշում կատարվեց, որ միայն մի դուռ պետք է բացվի, օրինակ առավոտ ժամը 8-ին, երբ որ երեխաները գնում են դպրոց, իսկ երիտասարդները համալսարան, աշխատի ընդամենը մի դուռ ու այդ ամբողջ խցանումների այդ ամեն ինչի մեջ մի հատ էլ է գլխացավանք ավելանում, խցանումների հերթերն են ավելի, այդ խցանումների չափն է ավելի շատանում ու մարդիկ ավելի են ուշանում։ Այդ արվելաների համար, որ մարդիկ վճարեն, հա, տրանսպորտի գումարը։ Հա, դրա համար։ Այսինքն եթե դու հետևից ես նստում, չես վճարում, եթե դեմից ես նստում, վճարում ես։ Ինչ որ տենց բաներ, վիդեոներ աչքով ես ընկա, որ տրանսպորտի մեջ վեճեր էր եղել, ծես կրտուկ, նույնիսկ բան ու տեսա, հետո Ավինյանի հայտարարությունը, որ ասում է, вообще արդար չի, որ 1 միլիոնանոց հեռախոս բռնողը օրինակ մտնում է տրանսպորտ ու չի վճարում։ Բայց դու ես ուրիշի փողերը հաշվում։ Լուրջ եմ ասում, հա, հիմա ասենք մարդ ուսանող կա, 1 միլիոն տալիս է ուսման վճար։ Բախի այդ չեք ասում։ Խի չեք հարցնում ոնց ես այդ 1 միլիոնը տալի, եթե չես աշխատում, տուն ասենք մի աշխատող ունեք, 3 անչափահաս ունեք, 2 ուսանող ունեք, խի չես այդ հարցնում բա։ 1 միլիոնի ծախսը մնում է 1 միլիոնի ծախս, էլի խի չես հարցնում, օրինակ ինչով եք էդի վճարում, հա 100,000-ի վերադարձ ես տալիս։ Բայց համակարգերը նորմալ չի աշխատում։ Այն օր օրինակ մետրոյի ուզում նստեի, չի աշխատում, իջնում ես հասնում ես մետրո, քարտը մոտիկ ասում ես որ բացի չի բացում։
Ես օրինակ մետրոյից շատ եմ օգտվում առհասարակ, բայց վերջին շրջանում աշխատում եմ խուսափել ընդհանրապես մետրո տրանսպորտ ամեն ինչից, որովհետև այդ իրանց խափանված համակարգի պատճառով միշտ ուշանում եմ ես ինչ-որ տեղ։ Ասեմ ավելին, մի օր ես որոշել էի հասարակական տրանսպորտից օգտվել։ Նայ, սկզբից իջա մետրոյում չաշխատեց, մտածեցի կարող է քարտի հետ կապված խնդիր կա, մտա քարտի բենքինգը, տեսա որ փողը տանում է, բայց չի բացում որ ես ասնեմ։ Դուրս եկա մետրոյից ու հենց այդ պահին այդ բանով ծրագրով դու տեսնում ես, չէ՞ որ ավտոբուսը մոտենում է։ Որոշեցի ավտոբուս նստեմ, ավտոբուսը չկանգնեց։ Այսինքն այն համակարգը, որը որ իրանք ներդրել են, չի աշխատում։ Ոչ թե ես կանգառից դուրս էի ուզում էի ավտոբուսը կանգներ, ես կանգառում կանգնած, ավտոբուսը չկանգնեց։ Այսինքն մարդուն չեն տալի հնարավորություն օգտվելու իրենց այսպես կոչված բարեկարգված տրանսպորտից։ Դե հիմա ասենք կողոնից պիկ ա եղել մարդու։ Չէ, պիկ չէր։ Չգիտեմ, ես իմ համար պրինցիպիալ է արդեն ընդհանրապես այդ իրանց տրանսպորտային համակարգից չօգտվել, որովհետև նախ ինչի ես պետք է 150 դրամ տամ Ավինյանին։ Ավինյանը ով եղավ, սկսենք, չէ, բայց իրականում, ասենք, տրանսպորտի գծերն էլ առանձնացրեցին, որ խցանում չլինի, փողոցում տենում ենք ինչ վիճակ կա։ Ասենք, ով է օրը ցերեկով Իսակովի պողոտան քանդում, դարձնում միակողմ, ասենք, այդ Միջև երրորդ մաս, այդ Իսակովի քանդած բանի պատճառով մարդիկ գալիս են, կանգնում են ժամերով, չեն կարում առաջ գնան, մի հատ ահավոր խնդիր է լինում։ Մանավանդ առավոտվա ժամերին։ Ինչ-որ հիշում ես, գիշերներն էին անում այդ բարեկարգման աշխատանքները, որ խցանումներ ու Ինչ-որ բայ միջև 2018 թվականը, հա, ասենք Բայց ես վերջերս ինչ-որ հակառակ տեն։ Առհասարակ ես Իսակովի պողոտայով չէի գնում։ Ցույց տամ, որ իրանք գործ են անում, ու կապ չունի, որ իրանք փողոցը քանդում են ցերեկով ու մարդկանց են տալիս էլի, ընտրությունն է դեմը, պետք է ասֆալտ անեն մարդիկ նորմալ է։ Ես այս վերջի շրջանում Իսակովով ընդհանրապես չէի գնում գալի, այն բան իրանց սրտիկներով պաստառների պատճառով, տեսլես չէ, այն 3 շենքի վրա որ բանը վերջի շրջան։ Եղել ենք երդ, Եռաբլուր ենք գնացել, հետ գալուց հաստատ տեսլես, այս պատերի վրա sense բաներ, խաղաղություն, սրտիկ, մրտիկ, չգիտեմ, ինչ զիբիլներ էր։ Ասենք պրինցիպիալին էլի այդ փողոցով չի հասնում, որ չտենեչ ներվայնան է։ Թինեյջերը ինքնահաստատման տարիքում ինչ որ ասենք հա էլի թինեյջեր են, էլի ինքնահաստատման տարիքում են իրենց մոտ։ Մանանե ջան, ինչի՞ է Սպարտադի այդ մարդկանց բացաշկշտ։ Այդ փողոցով էլի չի գնում, բայց ասենք այդ նորմալ չի էլի։ Տեսլես օրինակ բանի կողմից են, հրապարակի կողմից Բուզանդ փողոցը դեպի ավելի շատ Սարյանի կողմ։ Ասենք այդ կենտրոնի ճանապարհ չի։ Բացարձակ կենտրոնի ճանապարհ չի, որ հիմա ասենք այդ վիճակում է գտնվում։ Մանավանդ նեղ փողոց է, կողքերը լիքը կաֆե ռեստորաններ, տուրիստների լիքը, մանավանդ հիմա արդեն եղանակները այնքան է բացվել, որ տուրիստները շատացել են էլի, շարժը կա, էլի երեկոյան ժամերի քաղաքում մարդը շատ է, այդ вообще նորմալ չի։ Խոսում ենք այդ մենակ խոսում ենք այդ փողոցից, բայց քաղաքում շատ ու շատ փողոցներ, էլի այդ վիճակում են գտնում, էլ չեմ ասում, այդ փոսերը էլի ճուղվեցին։ Ու եթե առաջ հիմնականում խցանում լինում էր առավոտյան ժամերին ու երեկոյան, երբ որ աշխատանքը ավարտվում էր, աշխատած ժամանակը, եթե որ ավարտվում էր, հիմա ամբողջ ցերեկը խցանումները։ Այսինքն չկա ինչ որ մի ժամ, որ դու ասես ես այս ժամին դուրս կամ գործերով խցանման մեջ։ Ասենք 400 մետրը, որ պետք է գաս Խաչմերուկից ընդամենը ձախանես, 22 րոպե տևում է։ Այո։ 22 րոպե, որովհետև ինչ որ մեկը որոշում է, որ այդ ժամին պետքա գա, չգիտեմ, բանը այնտեղ լարեր պետքա փոխի, քաղաքապետարանի աշխատող։ Ու նկարենք TikTok։ Գալիս կանգնում է, չգիտեմ, սա այդ իր մեծ մեքենայով գալիս է ամբողջ փողոցը փակում է, հետևից ավտոները գալիս են սիգնալ են տալիս, ասում է լավ դե հիմա աշխատանքներ ենք անում, քաղաքապետարանի աշխատող ենք, նորմալ է, թողեք։ Այո։ 20 րոպե սպասում ես միջև գա այդ իր աշխատանքը կանի կբրծնի կհելնի կգնա, դու կգաս Խաչմերուկի վրա կուզենաս ձախ կանես, մեկ էլ Նիկոլի կորտեժն եկավ։ Ահա, մեկ էլ Նիկոլի կորտեժը։ Ես երկու օրը առավոտները ասենց ներվային վիճակով եմ հասնում աշխատանքի։ Առավոտը ինձ դիմավորում է Նիկոլի կորտեժը։ Ինֆակտ ինձ այդտեղ մի հատ խփա, մեկ էլ գործից դուրս եմ գալիս եմ, չգիտեմ, կամ Մելիքադամյան փողոց կամ ինչ որ Բուզանդ փողոց։ Էլի Նիկոլի հելնելու ժամին է։ Ես էլի ներվայնացած հասնում եմ տուն։ Նույն աշխատանքային գրաֆիկ ունեք դու երկրի վարչապետ։ Այո։ Հասնում եմ տուն, ուզում եմ քնեմ, տենում եմ այդ ապուշով, չգիտեմ, ասենք լայվ է մտել կամ ինչ որ բան անում։ Հարց ու պատասխան անում ազգային ժողով։ Դե արի ապրետ։ Մտնում ես ինչ որ կաֆե հաց ուտելու, տենում ես Նիկոլ Փաշինյանի ապարանը, այնտեղ նայում ես որ Նիկոլին նորմալ ուտելիք տան առաստույն էլ։ Չգիտեմ։ Ասենք ինքը այնքան
Լավ, եկեք եզրափակենք այսքանով եւ եթերն այսօր ավարտենք, որովհետեւ ինչ որ պետք է խոսենք, արդեն քննական գործ։ Շնորհակալ ենք շատ մեզ հետևելու համար, մենք շատ ենք ուրախանում ձեր դիտումների համար, մեզ լայքելու համար, կոմենտների համար, հարցերի համար, որոնք պետքա գրեք արդեն TikTok-յան հարթակում, որ TikTok-ով արդեն պատասխան։ Խնդրում եմ չմոռանալ ու վիդեոյի տակ գրել բոլոր այն դեպքերը, որ ձեզ կամ ձեզ շրջապատող մարդկանց աշխատանքից հեռացրել են ընդդիմադիր քաղաքական հայացքների համար, կամ օրինակ համալսարանում գնահատական չեն դրել, համալսարանից հեռացրել են էլի ընդդիմադիր քաղաքական։ Կամ առհասարակ ինչ որ դեպքում բախվել եք քաղաքական հայացքների պատճառով, որը որ ուղղակիորեն չի առնչվել ձեր գործունեությանը։ Շնորհակալ ենք շատ, մինչ նոր հանդիպում։